Ողջույն, եկեք խոսենք թերևս ամենաշատ քննարկվող թեմաներից, դա մի քանի օր առաջ Միացյալ Նահանգների բարձրագույն գերագույն դատարանի որոշումն է Միացյալ Նահանգներով ծնվող երեխաների հետ կապված, թե արդյոք նրանք քաղաքացի են հռչակվելու Միացյալ Նահանգների, թե ոչ։ Ամբողջ խնդիրը իհարկե բոլորս էլ հասկանում ենք, դա Թրամփի կողմից հռչակված գործադիր այդ որոշումն է, համաձայն որի Միացյալ Նահանգներում ծնվող ոչ քաղաքացիների երեխաները, այսինքն իմիգրանտների, եթե ծնողներից ոչ մեկ Միացյալ Նահանգների քաղաքացի չէ, չպետք է ունենան Միացյալ Նահանգների քաղաքացիություն, եւ բոլորս էլ երևի թե տեղյակ ենք, որ այդ որոշումը իհարկե հայտնվեց դատարանում եւ վերջապես այն քննվում է Գերագույն դատարանում Միացյալ Նահանգների։ Հիմա ամենակարևոր հարցը արդյոք այստեղ ծնվող երեխաները համարվելու են քաղաքացի, ուրեմն մինչև հուլիս 27 այս տարվա 25 թվականի դեռ Միացյալ Նահանգների ցանկացած տարածքում ծնվող երեխաները, նույնիսկ եթե ծնողները իմիգրանտներ են, համարվելու են Միացյալ Նահանգների քաղաքացի։ Բայց դե ինչ է լինելու հուլիս 27 2025 թվականից հետո, իհարկե մի քիչ դժվար է ասել, առաջին օրինակի համար վարկածը դա կարող է լինել, որ Գերագույն դատարանը կհամարի սահմանադրական նախագահ Թրամփի որոշումը, ըստ որի արդեն բոլոր նահանգներում ծնված երեխաները չեն համարվի քաղաքացիներ, եթե ծնողներից որևիցե մեկը չունի Միացյալ Նահանգների քաղաքացիություն։ Եթե համարի անսահմանադրական, իհարկե գործադիր որոշումը ընդհանրապես ուժ չի ունենա։ Երրորդը հնարավոր է որևիցե ֆեդերալ կամ ինչ-որ մի գործողություններ, օրենքներ նորից մշակվեն, որը շատ քիչ հավանականություն ունի, որ Կալիֆոռնիայում ընդհանրապես ուժ կունենա, այնպես որ Կալիֆոռնիան բավականին ապահով է այս հարցում, բայց ինչպես ասում են, ժամանակը ցույց կտա։